ճիշտ օրենքի սահմանում պատասխաններ ստանալով իշխանության 3 ճյուղերից, պրեզիդենտի ապարատից, դումայի ապարատից եւ խորհրդի ապարատից, Մատվիենկոյից, Վալուկինից եւ Պուտինից մենք այնուհետև ստանալով պատասխան Լավրովից դիմեցինք ռուսական դատարան, որպեսզի պարտադրի իշխանություններին այդ հարցը պայմանագրերը դենոնսացնեն։ Ինչու համար, որովհետև մեզանից առաջ այդ հարցը բարձրացրել էին 2 պետդումայի դեպուտատներ եւ Ռաշկինը եւ Օբուխովը եւ դա մեծ դարավ արձագանք ստացավ եւ ստիպեց, որպեսզի Էրդողանը գա Մոսկվա եւ ներողություն խնդրի, որտեվ վնաս էին արդեն վտանգ էին տեսնում այդ 2 պայմանագրերի դենոնսացիայի։ Այդ փաստն էլ մեզ ստիպեց, երբ որ տեսանք թուրքական կառավարությունը իշխանությունները վտանգ են տեսնում, ուրեմն այդ հարցը պետք է բարձրացնել։ Ճիշտ ուղու վրա ենք։ Այո, ճիշտ ուղու վրա ենք։ Եվ հիմնական մեր հայցադիմումը իշխանություններին Ռուսաստանի այն էր, որ այս հարցում, այդ 2 պայմանագրերի հարցում հայկական եւ ռուսական շահերը համընկնում են։ Եվ իօգուտ են ռուսական պետությանը եւ ժողովրդին եւ հայկական պետությանը եւ ժողովրդին եւ մեզ թվում է որ դա էլ հիմք հանդիսացավ որպեսզի մենք թույլատրեն անցնենք բոլոր դատական էտապները եւ այս տարվա սկզբին մենք արդեն վերջացրեցինք բոլոր ատյանները անցանք դատական սիստեմայի անցանք 5 էտապները առաջին ատյանի դատարան, երկրորդ ատյանի, երրորդ ատյանի, 4-րդը գերագույն դատարանն է եւ սահմանադրականը 5-րդը եւ սահմանադրական եւ գերագույն դատարանները միասին խորհրդակցելով համարեցին, մեզ պատասխանեցին, որ գերագույն դատարանի որոշումը վերջնական է։ Մենք սպառել ենք ռուսական օրենսդրության բոլոր ատյանները, մենք կարող ենք արդեն դիմել միջազգային ատյաններին։ Եվ եթե ոչ այսօր, վաղը, միսօր անպայման մենք մեր այս աշխատանքը նվիրված է դրան, որպեսզի Վիլսոնի իրավարար վճիռը դրվի գործողության մեջ։ Եթե այդ 2 պայմանագրերը շրջանառությունից դուրս գան, համարվեն անվարվեր, ոչ օրինական, փաստորեն կստացվի Հայաստան պետության մասին, հայ ժողովրդի մասին միակ իրավական միջազգային գոյություն ունեցող փաստաթուղթը Վիլսոնի իրավարար վճիռն է։ Կոխեն շները Վուդրո Վիլսոնի բերանն էլ, Տրապի բերանն էլ, Բուշի բերանն էլ, մնացած գանդոնների բերանն էլ։ Դրանք ով են, արա։ Դրանք ով են, որ ինչ-որ բան որոշեն մեր ազգի, մեր Արմենիայի վերաբերյալ։ Դրանք ով են, արա։ Դրանք բոլորը ֆիկցիա են։ Խաբեբայություն, խարդախություն, բոզետ տղեկ են, նույնպես Ֆուցնը, նույնպես գանդոնները, քորից բռնած մինչև էս բոզի տղա են, Խերժոյով, Ռաուֆով, Փաշողլով, իրենց համակարգերով։ Պայմանագիրը ինչ է вообще, հա։ Պայմանագիրը ինչ է вообще, գիտեք դուք արա։ Պայմանագիրը միջազգային կոնվենցիա կոչվածով, այդ հասարակական կառույցի տրամաբանությամբ եւ նրա ներկայությամբ, ներկայացուցչականով դա միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն միջազգայինորեն ճանաչված պետության, նրա օրինական ղեկավարության, կառավարության, ներկայացուցչի կողմից ստորագրված փաստաթուղթ է։ Հիմա 1921 թվականին, որ այդ Կարսի Մոսկվայի պայմանագիր կոչվածները ըստ ձեզ են, Արապապյան կոչված են կլրի գանդոնը, որ ներկայանում է, կարծի ես Մոսկվայի պայմանագրերով ես սխալ ես միրը պայմանագրերով, բայց դա պայմանագիր է, արդյոք դա պայմանագիր է, ես դες ներկայացեցի պայմանագիրը նա է, որ միջազգային նորեն ճանաչված պետության, նրա օրինական կառավարության, ներկայացուցչի, այս կարտակին գործերի նախարար, օրինական նախագահի, օրինական վարչապետի, օրինական
ազգային ախորի։ Բայց նորից եմ ասում, 1921 թվականին որ ստորագրվում էր Կարսի Մոսկվայի պայմանագրերը, ում կողմից է ստորագրվում, որով մեր Արմենիայի տարածքը բռնակցել էին Ռուսաստան կոչված խեռի գանդոնի, որոնք այսօրվա վրա Ֆուցններով, Ելցիններով, Գորբաչովներով եւ մնացած պորնո կամանդով եւ նաեւ ստեղի գանդոններով հաստատվում ըստ ձեզնի, օրինականացվում եւ կնքվում է պայմանագիր։ 1921 թվականի ոչ ԽՍՀՄ կար ճանաչված, ոչ էլ կար Թուրքիա, այլ ազգային մեծ ժողով, հասարակական կառույցներ կազմակերպություններ եւ նաեւ այդ ԽՍՀՄ կոչվածից ըստ ձեզնի նաեւ ռուսերեն ասում ՍՍՍＲ կոչվածի, հա, ՌՍՖՍР կոչվածի հասարակական կառույց։ Հասարակական կառույցի ներկայացուցիչները, ինչ կա, որոնք չեն ճանաչված միջազգայինորեն, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող կարգավիճակը չեն ունեցել, ոնց կարող է պատահի դրանց կոչված պայմանագիրը, դրանց համաձայնագիրը դառնա օրինական, հա? Հարց եմ տալիս արա, ոնց կարող է պատահի նշված կոչված գրությունը, այդ որի թուղթը դառնա օրինական։ Բնականաբար դա օրինական չի։ Ուստի եւ չի կարող դիտարկվել, չի կարող դիտվել որպես պայմանագիր։ Այնպես որ այդ Ռուսաստան կոչված կլրի գանդոնները, Ֆուցններով կամ այս պորնո կլուբի անդամներով, որ անդրադարձ են կատարում Մոսկվայի պայմանագիրը եւ այսին Կարսի Մոսկվայի պայմանագրերը պետք է չեղարկել, դրանք բոզի տղեկ են, դրանք կամ անգրագետ գանդոններ են, կամ եթե չէ դերասաններ, որոնք ներկայացնում են անգրագետ անասուն համակարգին, օղչարահոտին, որի պետք է գիտեք ինչ կա, սա պայմանագրեր են, սրանք օրինական են ուստի եւ դրան պետք է իրավական կարգավիճակ տալ եւ դրանք իրավական հետևանքներ են առաջացնում։ Դες բան չկա։ Չկա նաեւ որևիցե պայմանագիր կոչված, որը ստորագրվել է 91 թվականին, որովհետեւ 91 թվականից ԽՍՀՄ կոչված հասարակական կառույցից, որը բռնազավթել է, բռնակցել է մեր Արմենիայի տարածքը, գոյություն չունեցող Թուրքիային, գոյություն չունեցող Ադրբեջանին, որովհետև նորից եմ ասում, դրանք կեղծ կառույցներ են, դրանք կեղծ կոչված պետություն են, այդ թվում նաև Հայաստան կոչված։ Մի պետությունը, որ այս աշխարհում գոյություն ունի, ես տարելկայի վրա, այս երկրագունդ կոչվածի վրա, դա Արմենիան է, որից ստեղծվել են, առաջացել են կամ կարգավիճակ են ստացել Եվրոպա, Ֆրանսիա, Ամերիկա, Աֆրիկա եւ այլ եւ այլ եւ այլ։ Այդ աշխարհի ցիվիլիզացիան տվել ենք մենք, մեր արմենական ազգը։ Հիմա 91 թվականի ես դրա մասին նաեւ դատական process-ով ներկայացրել էի, դրել էի, տեղադրել էի, որ քարերը, ոնց որ ասած, անասունները, ովքեր հասկանում են, դիտարկում են վրոդի կիփրտե, հա, ՄԱԿ-ի միջազգային կառույցը, ՄԱԿ-ի անդամ պետությունը, այդպես բաներ չկա։ ՄԱԿ-ը ինքը հասարակական կառույց է եւ դատական process-ում, որը ցուցադրվել է քրեական վերաքննիչ դատարան կոչվածում, դա որի են գանդոնի անմիջական մասնակցությամբ, գլխավոր դադախազի վարչության պետ գանդոնի եւ գանդոնական համակարգի, այդ թվում նաեւ ԱԱԾ-ի վարչության պետի մասնակցությամբ հարցադրումները դրվել է դեմները։ ՄԱԿ-ը իրավական միջազգային իրավունքի սուբյեկտ է, հիմնավորումները տվել։ Դուք պետություն եք, անկախ պետություն, ցուցադրեք հիմքերը։ 91 թվականով դուրս եք եկել ԽՍՀՄ համակարգին, փաստերը ներկայաց։ Բռնակցել էին, մենք դուրս գալու խնդիր չունեինք, մենք ինքնորոշվելու խնդիր չունեինք, մենք ունեինք ազատագրվելու խնդիր։ Ազատագրվելու ոչ թե 29800, այլ 480,000 քառակուսի կիլոմետր։ Կոնկրետ դատական process-ի ժամանակ դրված է, այ պորնոներ,
հիմքերը ներկայացրեք, որ դուք դուրս եկեք։ Որ դուք հանդիսանում եք միջազգային իրավունքի սուբյեկտ։ Ունեք իրավասուբյեկտություն որևիցե բան պարտադրելու եւ ձեր օրենքները, որոնք գրվել են ձեր պոռնո կոմանդի կողմից, իրավունք ունեք կիրառելու մարդկանց նկատմամբ, ժողովուրդ կոչվածի նկատմամբ, մեր ազգի նկատմամբ ոչ մեկը իրավունք չունի։ Սրանք բոլորը անօրինական են, սրանք բոլորը հանցագործ են, ոչ միայն մեր քրեական օրենսգիրք կոչվածում, ըստ ձեր գիտակցության, այլ նաև նույն միջազգային կոչվածներում։ Հիմա ես ձեզ բացատրեցի, որ միջազգային պայմանագիրը ինչ է եւ որևիցե այդ միջազգային կոչված պայմանագրի ազդեցության պարտադրանքի միջոցով պարտավոր ես կամ են գործողությունները կատարել։ Հիմա քանի որ ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ խերի Ամերիկան, Ֆրանսիան, Ֆլանֆստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն, այդ թվում որովհետև ՄԱԿ կոչված է նաև հասարակական կառույց, ապա որևիցե դրանց կողմից համաձայնագիր, հռչակագիր, ըստ ձեզ պայմանագիր եւ այլն իրավական կարգավիճակ չունեն, իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել եւ այդ ամենը ֆիկցիա է, կեղծիք, հասկանում եք, ոռի թուղթ, նաեւ ոռի թուղթ այդ Փաշողլին, Խերժոն, Ռաուֆը, Քորը իրանց համակարգերով, ազգային ախորներով, դադաղազություններով, ԱԱՑ-ներով, դադավորներով, դադարաններով եւ մնացած գանդոններով, սրանք բոլորը պրոստիտուտկեք են, բարի բուն իմաստով, ինչ Խերրիս Ախմեդ, ինչ Ալիև, ինչ Էրդողան, ինչ Ֆուցան, ինչ Թրամփ, այնյանք ով են արա մեր հարցերը լուծեն, արա։ Խի դուրս չեք գալիս, ինձ աջակցեք, որ այս տաղի բեռնումը քունեմ, իրանցից գրած օրենքներով, իրանցից գրած միջազգային նորմերով, ձեր գիտակցության, կոնվենցիաներով, բանաձևերով, 91 թվականից ամրագրել են որպես Ադրբեջան, տարել են ցեղասպանել են մեր ազգի, այն ոսկե սերուցքին, ձեր հայրերին, ձեր աղբերներին, ձեր քույրերին, ձեր մայրերին, այ ոռատուներ, արածները, գենոցիդը, ցեղասպանությունը ձեր գիտակցության, արածները պատերազմ հրահարելը, արածները պետություն քանդելը, պետականություն վերացնելը, համակարգեր վերացնելը, սրանք տերորիստներ են։ Ձեր շահերն են պաշտպանում, հիմոտիկ չեք գալի։ Այս ազգը գիտակից հատվածի մասին է խոսքը։ Այս բոլոր հանքերը, այս ընդերքը, ջուրը, գազը, այդ մերն է։ Այս սրանք ում խեռի գլուխն են, ինչ խեռիս իշխանություն, արա։ Խիտեր չեք կայնում ձեր սրբություններին։ Ձեր հողին, ձեր բնորանին, արա տարեկան 200 տոննա մենակ Արմենիայից ոսկի են հանում, մենակ ես Հայաստան, ձեր գիտակցությամբ, Հայաստան կոչվածի հատվածից, մոտ 400 տոննա Արցախից էին հանում, այդ մեր գումարները, այդ մեր սրբությունների, այդ մեր ընդերքի հարստությունները, մեզ համար հերիքը, որ դուք նստած անգամ թոշարկառու կոչվածները, ոտը կցեն ոտին, $1000 չափանիշներով, թոշակ ստանա, չեք ուզում ոտքի կանգնել, չեք ուզում սրանց սատկացնենք, արա, ամեն ինչ էփած է, ամեն ինչ դրած է, ամեն ինչ ներկայացրած է, մնում է սրան տեր կանգնել ապետ, այսօր ես քանով են սահմանափակվում, որ դուք մտածեք ասածներիս վրա, այս բոլորը փաստեր են, ես դատական պրոցեսները դրել եմ առաջի մասով, երկրորդ մասով չաշած, էլի դատական պրոցեսներ կա, փողնում փախնում են, որովհետև իրանք ոչ այդքան գիտակցություն ունեն, որ դուրս գան իմ հետ խոսան, ոչ այդ իրանցից գրած օրենքները, դրանք չեն կիրառում, դուրս արեք, արա, սաղ փաստերը ձեռս է, դուրս արեք սրանց սաղին, սրանց 4 տոնածառը հագցնենք մինչև բողազները, սրանց սաղին բնաջնջենք,
որովհետև ձեր երեխեքին մեր սրբություններին են վերացրել։ Մեր ազգին են ցեղասպանել, գենոցիդի ենթարկել։ Մեր տարածքներն են ծախել ծախում։ Մեր հարստություններն են թալանում մեզ բոզերը։ Տեր կանգնեք, արա։ Ձերն է, ձեր սրբություններն է, ձեր հարստություններն է։ Տեր կանգնեք, որ համարթավայել ապրեք։ Միացեք ազգային ազատագրական պայքարին։